Չես ուզում, ուրեմն մի հավատա։ Ու ոչ մի բան էլ մի արա։ Կարևորը որ օրենքը հավատա։ Իսկ այ օրենքը ներում բեկում չունի։ Ինձ թվում է, որ դու շատ ուզես, քո մեջ կգցես, կբռնես, լավ կմտածես ու կհասկանաս ամեն ինչ էլ։ Քաջիկը երբ սկսեց խմել։ Սկսի հիշել։ Ու հերդ ոնց էր բան ու գործը թողած նստում քաջիկի կողքը միջև որ քներ։ Հերդ կորած մարդ չէր գյուղում, մեծ հարգանք ուներ։ Դժվար թե ամեն պատահած հարբեցողի կողքը նստեր, ինչա որ ինքը քներ։ Երևի վախենում էր, որ խմած ժամանակ ինչ-որ բան կասի։ Ու բացի այդ, այս վերջին տարիները հիշի։ Քանի անգամ քաջիկը զանգել հորդ ու հերդ առանձնացել նորահետը խոսացել։ Քանի անգամ ա եղել, որ թեկուզ գիշերով հերդ հասելա գյուղ։ Այս ամեն ինչը իրար կապի ու կհասկանաս։ Ինչ նորություն կա։ Ոչ մի նորություն չկա, քերի, բայց ես ինչ հաշիվ եմ։ Սրա ընտանիքին զանգել եք։ Չէ, քերի, չես ասելու ինչ ա կատարվում։ Լսի, լավ որ դու ստեղ ես, բայց որ իր ընտանիքից մեկը եկավ, սաղը դուս կգաք։ Քերի, հարց եմ տալիս, պարզել ես ինչ ա եղել։ Չէ։ Սոնան ասում որ իրան են ուզել կրակեն, հա։ Կարող է շոմի բան շփոթում ա։ Սոնան ոչ մի բան չի շփոթում, վրամը ստեղ կապ չունի։ Այսքանից հետո էլ չես ուզում ասես, հա, ինչ ա կատարվում։ Լսի, լավ որ դու ստեղ ես, ես էլ պետք է գնամ։ Հետո կխոսանք։ Արմո, նյարդերս էլ չի հերիքում։ Գիտես, մենք մի կյանք ենք ունեցել, իրար հետ ենք մեծացել։ Ինձ թվում էր ես քեզ ճանաչում եմ, բայց հիմա հասկանում եմ, որ քեզ ընդհանրապես չեմ ճանաչում։ Լավ, դու ո՞նց ես սենց ստոր արարքների պատրաստ։ Դու արդեն հավատում ես ու ես այդ արդեն տենում եմ։ Ու ոնց որ դու էիր ասում, մենք 1000 տարի իրար ճանաչում ենք, իրար հետ մի կյանք ապրել ենք։ Դու հիմա գիտես ինչի ես ջղայնացած։ Որովհետև հասկանում ես, որ հերեց ստիպելով է լինի քեզ իմ հետ ամուսնացնելու է։ Մենակ թե իրա կաշին փրկի։ Հերեդ ոչ մի սրբություն չունի նարը։ Իր ամենամոտ ընկերոջը սպանեց։ Քո սիրելի Հայկին ու իր աղբորը անհեր թողեց։ Հիմա էլ քեզ է ծախում ինձ։ Ծախել չի, բա ինչա։ Այս սխալը հաջորդ անգամ չփորձես կրկնել նարը։ Ականջի տողարա։ Ես քեզ նորից եմ ասում, դու ամեն ինչ պիտի անես, որ դառնաս իմ կինը, ու ես քո հետ ամուսնանամ։ Այդ շատ դժվար է լինելու, բայց դու դրա համար ամեն ինչ անելու ես։ Ստեղ հարցը մենակ դու չես։ Աղբերդ իմ առաջ հստակ պայման ա դրել, ես քեզանից պիտի հեռու մնամ ու ոչ մի բան չանեմ։ Հիմա վռամը ինքը պետքա տեսնի, թե դու ոնց ես ընկած իմ հետևից։ Ես քեզ սիրում եմ, Նարէ։ Բայց այդ հիմա ամենավերջին տեղում է։ Դրանից առաջ հարցեր կան։ Ես աղբորոտ իրա տեղը պետքա ցույց տամ։ Ու դու իմ համար սիրուն հնազանդ կին ես լինելու։ Բայց մինչև այդ պետքա ինձ համոզես։ Ձզվելի ես, դու չես պատկերացնում, ես ոնց եմ քեզ ատում։ Ընդհանրապես ամեն մարդու հետ պետքա իրան հասկանալի լեզվով խոսաս։ Ես էլ էդ եմ անում։ Մեկա ինչ էլ անես, ես քեզ չեմ հավատալու։ Հավատում ես։ Ես էդ տեսնում եմ Նարէ։ Այդ լակոտի հետ էլի կապ ես պահում։
Քեզ ինչ, ես քեզ բացատրություններ չեմ տալու։ Ինչի՞ է քեզ զանգում։ Քեզ ինչ։ Անջատի հեռախոսը նարը։ Ինչի՞, որովհետև դու ես տենց ուզում։ Չէ, դու իրոք չես պատկերացնում, թե ինչ կլինի, որ ես ունից դուրս գամ։ Ասա Հայկ։ Նարե, հիմա մի հատ բան եմ ասում քեզ, բայց հանգիստ բայի քեզ ու միանգամից իրար չխառնվես։ Հայկ կամ արագ ասա, կամ հետո զանգի, որովհետև հիմա հարմար չի։ Վռամը հիվանդանոցում է։ Ինչ։ Վռամը հիվանդանոցում է։ Հա, անընդհատ զանգում էի քեզ, որ այդ ասեի, չէիր պատասխանում։ Մի րոպե ինչ ա եղել Վռամին։ Վիրահատել են, բայց ավելի լավ կլինի, որ գաս ստեղ, կամ էլ ձերոնց էլ ասես։ Ոչ մեկ չգիտի։ Լավ, գալիս եմ, դու ինձ ասա, որ հիվանդանոցում է։ Ու բացատրի հասկանամ ինչ ա եղել, չանջատես։ Այդ ինչ է, լավ չես։ Չէ, լավ չեմ, Սակու ջան։ Մի տեսակ արագ է աշխատում սիրտս, չեմ հասկանում հետս ինչ է կատարում։ Երեխեքը տան է։ Չէ, Նարեն ատել է հիմա։ Վրամն էլ հետդ պետք է լիներ։ Այսօր չի եկել օֆիս։ Ոնց չի եկել։ Բա ուր է։ Չգիտեմ։ Հաց դիր։ Հաջան։ Պապ մաման կողքդ է։ Չէ, ինչի։ Պապ հիմա բան եմ ասելու, Վռամի հետ է կապված, բայց խնդրում եմ մամային մի ասա, դեռ ոչ մի բան։ Ինչ է եղել Վռամի։ Ստացվեց Նարեի հետ կապ հաստատել։ Հա, ստացվեց, հեսա ինքը կգա ու մենք կգնանք ստեղից։ Չէ, ես մնում եմ։ Վռամը այստեղ է պապայի մութ գործերի պատճառով։ Իմ փոխարենն է այստեղ, ես չեմ գնա։ Սոնա ջան, այդքան ես լավ հասկանում եմ, բայց եթե Վռամի ընտանիքը եկավ, դու ավելի վատ վիճակի մեջ ես լինելու։ Իսկ ես այդ չեմ ուզում տեսնեմ։ Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես մնում եմ, ես մինչև չիմանամ Վռամը լավ է, չեմ գնա։ Սոնա։ Ես մնում եմ, Հայկ։ Հայկ, ինչ նորություն կա Վռամից։ Ոչ մի հստակ բան չեն ասում, բայց ասում են, որ կյանքին վտանգ չի սպառնում։ Լավ, ես չեմ հասկանում, ով է տենց բան արել կամ ինչի համար։ Ես գնամ մոտ է։ Բժիշկն ասաց, որ հիմա ոչ մեկ չի կարող մտնի Վռամի մոտ։ Ամեն դեպքում հնարավոր է ամեն պահի ինչ-որ լույս լինի նոր։ Ասա Անիկ։ Սակու, բա ուր ես։ Ասացիր հաց դնեմ, հաց դրեցի, դուրս եկար, բան չասեցիր։ Ինչի հետ երբ եմ ես քեզ հաշվետվություն ներկայացրել, որ հիմա ես ասում։ Չէ, ուղղակի Զանգեցին, ուղղակի դուրս եկա, կարևոր գործ կար։ Վռամին զանգում են, անհասանելի է։ Խոսացիր հետը։ Ախր սկսում եմ անհանգստանալ։ Մի անհանգստացի, ես խոսել եմ, ամեն ինչ նորմալ է։ Սոն,
Շնորհություն կա։ Հայկ ինձ հեռախոսով պատմեց, բայց լավ չհասկացա ինչ ա եղել։ Բարի, ես ինձ այնքան մեղավոր եմ զգում։ Գոնե կասկածներ կա, թե ովքեր են։ Գաղափար չունեմ։ Նարե Երանի եկած չլիներ, Երանի ես իրա տեղը լինեի այստեղ, բայց իմանայի, որ վրամը երկու ոտքի վրա առողջ կանգնած է։ Լավ, Սոն, դու քեզ մի մեղադրի, ախր դու ինչ կապ ունես։ Դու ինչ գիտեիր, ինչ ա լինելու։ Հետո վստահ եմ, որ վրամի փոխարեն յուրաքանչյուր տղա տենց կաներ։ Բայց գիտես, վրամը շատ ուժեղ է, ու հաստատ ամեն ինչ լավ է լինելու։ Ես ինձ այսօրվա համար երբեք չեմ ներելու։ Լավ, վերջ Սոն, վերջ։ Չէ, քերի, դրանցից ոչ մի լուրջ չկա։ Տղեկին ասել եմ գտնեն, Բայց ասում էր, այդ տղեն հիվանդանոցում է։ Այդ ոնց եղավ տես միանգամից կորավ։ Չգիտեմ, չեմ հասկանում։ Բա դու ինչ ես հասկանում։ Լսի, դրանց ազգն ու տակը իրար խառնեք։ Եթե պետք է, օր ու գիշեր դրանց տաների մոտ պահակ նստեք, բայց դրանց պետք է գտնել։ Եթե հիմա դրանց չգտա, հետո ավելի վատ ալնելու, ավելի ցավոտ ալնելու։ Հասկացա։ Դու հիմա քեզ ես համոզում, թե ինձ։ Դու հավատաս, թե չէ, Նարե ջան, դրանից իրականությունը չի փոխվելու։ Չես ուզում, ուրեմն մի հավատա։ Ու ոչ մի բան էլ մի արա։ Կարևորը որ օրենքը հավատա։ Իսկ այ օրենքը ներում բեկում չունի։ Ինձ թվում է, որ դու շատ ուզես, քո մեջ կգցես, կբռնես, լավ կմտածես ու կհասկանաս ամեն ինչ էլ։ Քաջիկը երբ սկսեց խմել։ Սկսի հիշել։ Ու հերդ ոնց էր բան ու գործը թողած նստում քաջիկի կողքը միջև որ քներ։ Հերդ կորած մարդ չէր գյուղում, մեծ հարգանք ուներ։ Դժվար թե ամեն պատահած հարբեցողի կողքը նստեր, ինչա որ ինքը քներ։ Երևի վախենում էր, որ խմած ժամանակ ինչ-որ բան կասի։ Ու բացի այդ, այս վերջին տարիները հիշի։ Քանի անգամ ա քաջիկը զանգել հորդ ու հերդ առանձնացել նորահետը խոսացել։ Քանի անգամ ա եղել, որ թեկուզ գիշերով հերդ հասել ա գյուղ։ Այս ամեն ինչը իրար կապի ու կհասկանաս։ Հորից բան չեմ հասկանում։ Էլի գնաց գյուղ։ Ինչի՞։ Իրան ասել էին, որ քաջիկը էլի խմել է, ու ինչ որ տղամարդկանց հետ ուզում է գնալ գերեզմաներ։ Տենայ ոնց խառնվեց իրար, ոնց ջղայնացավ։ Ամեն ինչ թողեց ու գնաց։ Ասեց, որ կնոջներ ասի, որ քաջիկը տնից դուրս չգա։ Ասենք խմել է, քեզ ինչ, չեմ հասկանում։ Քեզ բան։ Այդ ամանները դասավորի դարակում։
Ես չեմ հասկանում, բա ոնց ես դու սենց հանգիստ ախր։ Մի բառ, ընդամենը մի բառ, ես Բերդում լավ ծանոթ տղերք ունեմ, մի բառ ասեմ այդ Մարգարի լակոտին տեղում կթողեն ախր։ Ես խոսք եմ տվել Վռամ։ Պապ, իմ ախպերը 5 կարոն հողի տակը ու դրանք հանգիստ ապրում են, դու ասում ես խոսք եմ տվել։ Այդքան հեշտ մի խոսա տղաճա։ Այս ամեն ինչը այդքան էլ բարձ չի։ Եթե ես լռում եմ, ուրեմն գիտեմ ինչի համար եմ լռում։ Գնամ օդը, գնամ ջուր բերեմ։ Լավ։ Նարեկ նոր դու էիր ասում, որ պետքա ուժեղ լինենք, որ ամեն ինչ լավ է լինելու, որ Վռամը լավանալու է։ Ոնց է Վռամը Նարե։ Այդ Սոնան երևի դու ես, չէ։ Դե պարզ է։ Մարգարի ցեղից ուրիշ բան պետք էլ չէր սպասել։ Այս պահին Վռամից բացի ինձ համար թանկ չկա աշխարհում։ Սպասի տղես ոտի կանգնի տու ես քո հարցերն եմ լուծելու, դու աղբորդ հարցերն եմ լուծելու, հորդ հարցերն էլ հետը։ Պապա հերիք է, հա։ Բոլորի հարցերը լուծելով մինչև երբ է շարունակվելու։ Դու չես հասկանում, որ այս կյանքում խնդիրները լուծելու ուրիշ ձև էլ կա։ Հեռու մնա Սոնայից։ Սոնան մեղավոր չի։ Նարե, դու մի արան հենց բան, որ ես հենց հիմա ու այստեղ… Ինչ։ Իմ հարցերն էլ ես լուծելու։ Կան ես չեմ կասկածում։ Սոնա լավ ես։ Հայկարի գնանք տեսնենք, բժիշկը ինչ է ասում։ Բժիշկ ջան, ես Վռամի հայրն եմ, ասեք, տեսնեմ ոնց է վիճակը։ Ինչ է պետք, դուք ինձ մենակ ասեք, հենց հիմա, հենց այս պահին, ինչ որ պետք է։ Հանգստացեք, ոչինչ անել պետք չի։ Մենք բոլոր միջոցները ձեռնարկել ենք։ Հիմա մնում է միայն սպասել։ Հասկանում եք, Վռամը շատ թույլ է, ցավեր ունի, ցավազրկողների տակ է ու անընդհատ քնում է։ Պետք է սպասել։ Իսկ երբ կարող ենք տեսնել Վռամին։ Դեռ չի կարելի։ Տեսակցությունը խստի վարգելված է։ Նրա վերքը խորն է, որը հերթական բարդությունն է առաջացրել։ Հիմա մենք մի քանի հետազոտություններ էլ կանենք։ Նոր հավանաբար բաղ կտեղափոխենք պալատ։ Կարող եք տեսնել։ Մնացածի մասին ես ձեզ կտեղեկացնեմ։ Լավ։ Պիտի հեռու մնաք իմ ընտանիքից։ Պապի տարածից ազդված մի պահ ձեզ հնարավորություն տվեցի, հիմա ընկել եք ձեր հետևից։ Լսի, տղետ հիվանդանոցումը դրա համար հիմա քեզ շատ բան չեմ ասում, բայց այդ չի նշանակում, որ դու իմ հետ կարաս այս տոնով խոսաս։ Վռամը մեծ տղա է ու ինքն է որոշում ուր գնա ու ինչի համար։ Հարցեր ունես գնա տղուտ տուր։ Լավ, մի րոպե։
Դուք հիմա մոռացել եք, որ մենք հիվանդանոցում ենք։ Գնացեք այստեղից։ Գնացեք։ Չեմ ուզում ձեզ տեսնել։ Գնում էինք սենց թե նենց, որովհետև մենք ստեղ մնալու պատճառ չունենք։ Սոնա, գնացինք։ Նարեկ, խնդրում եմ, եթե նորություն լինի, կզանգես ինձ, լավ։ Ես քեզ կզանգեմ, գնա հիմա հանգիստ։ Ինչ կանես։ Կզանգես։ Դու բարդ ես ասի դրանց։ Վերջը պիտի հասկանաս, Նարե։ Սրանից հետո էլ ոնց կարաս դու դրանց հետ կապ պահես։ Ես զանգելու եմ Սոնային։ Ապրես։ Ես քեզ հետո կհոսեմ։ Այդ Սաքոն քեզ բան է ասել։ Չէ։ Հաստատ Սոնա, ինչ ես ինձ վախեցած։ Վախեցած չեմ, ուղղակի այդ մարդու աչքերի մեջ չէի կարողանում նայել։ Եթե նույնիսկ բան ասել, տեղ ունի։ Եթե իմացել եմ ասելա ու ինչ չես ասում, չէ։ Բարի օր։ Բարի բարի։ Ոնց է Վրամը։ Նորմալ է, ոնց իմացար բա դու։ Այդ մայն որ զանգեցին Նարեի հետ էի։ Ասացի զանգեմ, հետո մտածեցի, որ ավելի լավ է գամ կողքդ լինեմ։ Այս պահին որ չլինեմ, էլ երբ լինեմ։ Ապրես Արմոջը, ապրես։ Լավ կլինի այսօր մորդ ոչ մի բան չասենք։ Մինչև կկարգավորվի Վրամը ամեն ինչ նորմալ կլինի այդ ժամանակ որ կասենք։ Ուզում ես դու գնա տուն։ Պետք չի որ մնաս այստեղ։ Չէ, ավելի լավ է ես այսօր տուն չգնամ։ Ախր մերը դե լավ չէր, մորդ մենակ մի թող։ Դե հա, բայց եթե ես տուն գնամ, մաման ամեն ինչ հասկանալու է, որովհետև չեմ կարողանալու ինձ հանգիստ պահեմ։ Ինչով օգնեմ, ձյաձ Սաքո։ Դու մենակ ասա, ինչա պետք անել։ Ոչ մի բան էլ պետք չէ, Արմո, ուղղակի պետք է սպասել։ Իսկ դու այսօր հանդիպել ես Նարեին։ Հա։ Ամենայն դեպս փորձում եմ ամեն ինչ անել, որ մի բան ստացվի։ Բայց դե արդեն որոշել եմ ձյաձ Սաքո, որ չուզեց, ոչինչ էլ չեմ անելու։ Մի քիչ էլ պետք է իր սրտով լինի էլի։ Գոնե մի քիչ պիտի սիրի ինձ։ Բայց հիմա այդ կարևոր չի, կարևորը Վրամն է։ Հա, Սաքո ջան։ Անիկ, ոնց ես։ Ոչինչ, արդեն ավելի լավ եմ։ Վրամին տեսար, ինչի՞ չէր պատասխանում։ Հա, տեսա Վրամին, մի քիչ ապրանքների հետ կապված խնդիրներ կար, ինքը քաղաքից դուրս է գնացել։
Մինչև կկարգավորվի ու կգա ամեն ինչ։ Ես էլ երևի կուշանամ։ Ինչ է ամեն ինչ այդքան լուրջ, հա։ Դե այդքան լուրջ չի, բայց թե խնդիրներ կան։ Ամեն դեպքում ասեմ, որ իմանաս, էլ չզանգես ինձ։ Պապ, շատ եմ խնդրում, թող գնամ։ Սոնա, համբերությանս հետ մի խաղա։ Ոչ մի տեղ չես գնում։ Գնա նստի տեղդ։ Պապա, դու լավ գիտես, եթե ես որոշել եմ, ես տարբերակ կգտնեմ տնից գնալու։ Այստեղ ուրիշ հարց, այստեղ մենք ենք մեղավոր, խնդրում եմ, թող գնամ։ Թեման փագ է։ Պապ, շատ եմ խնդրում։ Ոչ։ Եթե մտածում ես, ես տնից գնալու տարբերակ չեմ գտնի, սխալվում ես։ Ես չեմ կարա տանը նստեմ, երբ գիտեմ վրամը վատ է։ Դա ոչ մի բան չի փոխելու քո գնալը։ Պապ, գոնե այս պահին ամեն ինչ մի կողմ դիր։ Պետք չի վրամին վերաբերվել որպես Ադամյան, ինքը իմ կյանքն է փրկել, այն կյանքը, որ քո գործերի պատճառով վտանգվել էր։ Կարելի է, չէ՞, գոնե շնորհակալ լինել ու անտարբեր չլինել։ Սոնա, հասկացանք, շնորհակալ ենք, բայց այդ տղուն ոչ մեկ չէր խնդրում հայտնվեր այդտեղ։ Այս մի դեպքով ոչ մի բան չի փոխվելու։ Քերի, լավ։ Հիմա պետք չի խոսալ, երկուսդ էլ շատ լարված եք, կհանգստանաք, հետո նորմալ կխոսակ, իսկ դու իմ հետ արի վերև։ Ես չեմ ուզում խոսամ, ես ուզում եմ հիվանդանոց գնամ։ Սոնա, ասում եմ, հետս հենց հիմա դու վերև ես բարձրանում։ Չէ, չեմ ուզում։ Սոնա։ Վրամն արթնացավ։ Վաղը կտեղափոխենք պալատ։ Շատ լավ, բժիշկ ջան։ Իսկ կարող եմ տեսնել երախուս։ Ես կարծում եմ ճիշտ կլինի հիվանդը հանգստանա։ Բժիշկ ջան, խնդրում եմ մի քանի րոպե իմ աչքերով տեսնեմ հանգստանամ։ Լավ, մի հոգի, 5 րոպեով, ոչ ավել։ Պապ, կլինի ես մտնեմ։ Ախր սենց չի կարելի։ Ինչ է լինի, դուք բոլորդ գիտեք, որ ես ու Վրամը իրար սիրում ենք։ Հա ես չեմ խաբել, որ ասել եմ բաժանվել ենք, բայց այս պահին, երբ Վրամը վերակենդանացման բաժնում, իմ աչքին ոչ մի բան չի երևում։ Ես չեմ կարող ընդունեմ ձեր արգելքները, որ իմ առաջ դնում եք։ Սոնա, ես էլ պապատել քեզ հասկանում ենք, ինչի է քեզ թվում, որ մենք ոչ մի բան չգիտենք։ Ուղղակի հիմա պապատելը շատ վատ վիճակում է։ Փորձի մի պահ գոնե իրան էլ հասկանաս։ Հերիքա, անընդհատ ես բոլորի մասին պետքա մտածեմ, բայց իմ մասին ով է մտածելու։ Սոնա, այսօրը թող անցնի, վաղը կգնանք իրար հետ։ Մենակ թող այսօրն անցնի։ Դու իմ հետ կգաս։ Ես չեմ հավատում, որ կգաս։ Ով ուզում է լինի այդ տղեն։ Ով ուզում է լինի, Սոնա։ Քո կյանքն է փրկել։ Իսկ քո կյանքից կարևոր բան իմ համար չկա։ Ոնց ես։ Սոնան ուրա։ Սոնան տուն է գնացել, բայց այսօր ամբողջ օրը ստեղ է եղել։ Խաբում ես։ Չէ, Վրամ, ինչի պիտի խաբեմ։
Սոնան ջեր գնա։ Վրամ, Սոնան այսօր ամբողջ օրը ստեղ ա եղել, միջանցքում քեզ է սպասել։ Բայց հետո Հայկը եկավ տարավ տուն։ Նարե, ինչ ա եղել Սոնային։ Վրամ, ոչ մի բան չի եղել։ Ուզում ես զանգեմ խոսա հետը, որ հավատաս։ Չի պատասխանում։ Վրամ, ինչ ես անում։ Գնում եմ։ Վրամ, ուր ես գնում, գժվեցիր քեզ նոր եմ վիրահատել, հանգստացի։ Մի րոպե, սպասի։ Նարե, գնում եմ Սոնայի մոտ։ Ինձ թվում է ինքս տեղա կողքի պալատում չեմ հավատում, որ լավ է։ Դու հիմա հանգստացի, Սոնան չի պատասխանում, ես Հայկին կզանգեմ։ Չէ, ես սենց կգժվեմ, ես մինչև վրամից նորություն չունենամ կգժվեմ։ Նարեն է զանգում։ Պատասխանի ում է սպասում։ Ալո։ Հայկ, Նարենա կներես, որ անհանգստացնում եմ քեզ։ Ոչինչ ասա։ Ուղղակի Վրամը ուզում է համոզվի, որ Սոնայի հետ ամեն ինչ կարգին է, Սոնայի զանգում եմ չի պատասխանում, որ շատ խնդրեմ հեռախոսը կփոխանցես։ Ալո, Նարե։ Սոն։ Ոնց ես։ Արդեն լավ եմ։ Որ ձայնդ լսեցի, արդեն լավ եմ, Վրամ։ Գիտես ոնց էի վախեցել։ Ես մի քանի ժամում, մի քանի տարով ծերացա, Վրամ։ Վրամ, խնդրում եմ էլ իմ հետ սենց չվարվես, հա։ Դու չես կարող պատկերացնես իմ հետ ինչ եղավ։ Ավելի լավ է իրարից հեռու լինենք, իրար չտեսնենք, իրար չլսենք, բայց ես իմանամ, որ դու լավ ես։ Եթե քեզ մի բան լիներ, Վրամ, ես չէի ապրի։ Դու լավ ես։ Որ ձայնդ լսեցի, արդեն լավ եմ։ Վաղը կգաս։ Վրամ, հնար լիներ հենց հիմա կգայի։ Չէ, հիմա պետք չի։ Վաղը պալատ են տեղափոխելու կգաս։ Անպայման կգամ։ Կներեք, բայց արդեն պետք է դուրս գաք։ Ընդամենը 2 րոպե էլի խնդրում եմ։ Լավ, 2 րոպե ոչ ավել։ Սոն պիտի անջատեմ։ Արդեն լսեցի։ Ես անպայման կգամ, լավ։ Ապրես, որ զանգեցիր։ Հիմա ավելի հանգիստ կլինեմ։ Դե վաղը կսպասեմ։ Անպայման կգամ։ Վերջ, հանգստացար։ Տեսար, որ լավ է։ Մինչև իմ աչքով չտենամ չեմ հավատա։ Վրամ, ես արդեն պիտի դուրս գամ։ Պապան էլ է դրսում, շատ անհանգիստ է։ Մամային ոչ մի բան չենք ասել։